Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, եւս մեկ խաղային շաբաթ է ԱՖԼ-ում մեկ տարկում ու հենց առաջին խաղային օրը լի է հանդիպումներով։ Հիմա արդեն առաջինը կմրցեն միմյանց դեմ Ռեալ Արմին ու Արարատը թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունել են միմյանց, քիչ անց կտրվի մրցավարի մեկ տարկային սուլիչը։ Կա ու այստեղ Արարատը հանձնում է գնդակը մրցակցին, շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում այս 50 րոպեների ընթացքում, սա Վինտեր Քափի հերթական տուրի հանդիպումն է, երկրորդ տուրից հետաձգված հանդիպում են այսօր անցկացնում թիմերը, այո, այս հանդիպումը պետք է կայանար մի քանի տուր առաջ, 3 տուր առաջ, մասնավորապես, բայց ինչ-ինչ պատճառներով հանդիպումը հետաձգվեց եւ հիմա այսօր արդեն թիմերը մրցում են միմյանց դեմ, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի մեկտարկային կազմին ու սկսենք Ռեալ Արմի ֆուտբոլիստներից Վարդան Գևորգյանը դարպասում է համար 1, Վլադ Բխիթարյան համար 2, Վոլոդիա Գալստյան համար 5, Էդգար Ենգիբարյան համար 7, Գրիգոր Քաչոտյան համար 8, Վիգեն Վարդանյան համար 11, Սուրեն Յազյան համար 19, Դավիթ Գասպարյան համար 22, Հովհաննես Սարգսյան համար 30 եւ Վազգեն Խաչատրյան համար 31։ Արարատի դարպասը պաշտպանում է Վիրապ Կիրակոսյանը համար 1, Արմեն Խլղացյան համար 2, Վրեժ Հարությունյան համար 3, Սարգիս Գալստյան համար 5, Դավիթ Դավթյան համար 6, Գնել Զարգարյան համար 7, Արմեն Մելոյան համար 8, Սամսոն Հարությունյան համար 9, Զորաբ Զաքարյան համար 10, Ռազմիկ Հակոբյան համար 11, Սարո Խլղացյան համար 14, Նարեկ Ղարիբյան համար 22 եւ թիմի ավագ Գերաս Մանուկյան համար 79, հա, այսպիսի կազմով է ներկայացել այս հանդիպանը Արարատը։ Հիմա Արարատի ֆուտբոլիստներն են գնդակով այստեղ լավ անցում ձեռնարկեց ու հարվածեց դարպասի ուղղությամբ Նարեկ Ղարիբյանը, բայց շեղությամբ ընթացավ նրա կատարած հարված ու հարված կլինի արդեն Վարդան Գևորգյանի պաշտպանած դարպասից։ Խաղարկում են գնդակը Ռեալ Արմի ֆուտբոլիստները պաշտպանությունում, այո, մրցաշարային աղյուսակի տեսանկյունից այսօր թիմերից ոչ մեկ սայթակելու իրավունք չունի, երկուսն էլ այս պահին դեռ Վինտեր Քափի այս մրցաշարում չունեն վաստակած միավոր, բայց իհարկե թիմերի անցկացած հանդիպումները էլ ավելի դիտարժան են ստացվել, դա միայն այն պատճառով, որ թիմերը իսկապես շատ բարդ մրցակիցների հանդիպեցին մեկտարկային տուրերում, հիմա այս գրոյից հետո խոսենք այդ մասին, հարված կհետևի արդյոք դարպասի ուղղությամբ կա հարված ու հաշիվը բացված է 1-0, Ռեալ Արմին առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Վազգեն Խաչատրյանը դառնում է գոլի հեղինակ Ռեալ Արմիի կազմում ու հիմա արդեն հանդիպումը գնալով էլ ավելի կհետաքրքրանա, իհարկե Արարատը կփորձի դուրս գալ այս իրավիճակից, մենք բազմիցս նկատել ենք Արարատի կատարմամբ այսպիսի բարդ իրավիճակներից վերադառնան հանդիպում, հիմա հենց անմիջապես հարված հետևեց դարպասի ուղղությամբ, բայց բարձր ստացվեց այստեղ Արարատի ֆուտբոլիստ Արմեն Մելոյանի կատարած հարվածը, խաղարկում են գնդակը կրկին Ռեալ Արմիի ֆուտբոլիստները պաշտպանությունում։ Բխիթարյան շատ լավ նկատեց այստեղ Բխիթարյանը Վարդանյանի առաջխաղացումը, բայց վերջի պահին թույլ չտվեցին նրան հարված կատարել, հիմա սխալ պաշտպանությունում կրկնապատկել է պետք հաշիվ ու 2-0 արդեն Ռեալ Արմին գրավում է կրկին մրցակցի դարպասը, Վազգեն Խաչատրյանն էլ գրանցում է դուբլ իր անվան դիմաց։ Վազգեն Խաչատրյան 2-0, այո, իսկապես շատ արագ մեկտարկային 2 գոլեր խփեց Ռեալ Արմին, այստեղ ամեն ինչ գերազանց արեցին Ռեալ Արմիի ֆուտբոլիստները։ Հովհաննես Սարգսյանն էլ գեղեցիկ անցում կատարեց ու ճիշտ ժամանակին փոխանցեց խաղընկերոջը, որից հետո Խաչատրյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց։ 2-0 հիմա Արարատի խնդիրը իսկապես շատ ավելի ու ավելի է բարդանում։ Մեկտարկային րոպեների ընթացքում բաց թողնել 2 գնդակ իհարկե այնքան էլ սպասելի չէր, բայց ունենք այնինչ ունենք, հիմա գնդակով Արարատն է, Ղարիբյանն է ստացել գնդակը աջ եզրում, շատ լավ փոխանցում հետևեց այստեղ, բայց Բխիթարյանը փակեց մրցակցի առաջխաղացման ճանապարհը ու հետո էլ հարված ստացավ ոտքին։
Եվ ստանդարտ նշանակել մրցավարը Արագոն են խաղարկեց Ռեալ Արմին գնդակը, բայց երկրորդ տեմպով են հիմա գրոհում, Սարգսյան լավ կասեցում էր, տեսնենք այս գրոհին չի կվերացի Ռեալ Արմին, Վարդանյանն է հարվածում շատ բարդ դիրքից, բայց այստեղ դարպասապահը կարողացավ ճիշտ դիրք զբաղեցնելու, հեռացնել գնդակը, այո իսկապես շատ ակտիվ է մեկտարկել այս հանդիպումը, ու տեսնենք Առաջին հերթին այս պայն իհարկե ավելի պետք է շտապեն արդեն Արարատի ֆուտբոլիստները, ճիշտ է դեռ հանդիպումը նոր է մեկտարկել, բայց այս պայի դրությամբ դեռ հարված դարպասի ուղղությամբ որպես այդպեսին դարպասին հարված տեղի չի ունեցել, այստեղ եզրային դեպքում հիմա կատարի Ռեալ Արմին Հիմա արված տեսանք, բայց այստեղ պաշտպան ընդունեց գնդակի իր վրա և եզրից կնետեն կրկին Արարատի ֆուտբոլիստները Արկում են գնդակը հիմա պաշտպանությունում քիչ անց արդեն ավելի հստակ կերպով մրցաշարային աղյուսակին կծանոթացնեմ, որտեղ պատկերը էլ ավելի է հետաքրքրանում, իսկապես եկեք հենց հիմա հայացք դնենք մրցաշարային աղյուսակին և այսպես Ինտերքափի այս խմբում պատկերը հետևյալն է, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը Վիլյարեալը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակի 5 հանդիպումից հետո Լիվերպուլը և Գլադբախը ունեն 12-ական միավորներ նույնքան անցկացած հանդիպումից հետո 1 միավոր են ընդամենը զիջում Վիլյարեալին իսկ Ատլետիկո Երևանը 4 անցկացած հանդիպումից հետո 10 միավորով 4 հորիզոնականում է Մոնակոն նույնպես վաստակել է 10 միավոր, բայց 5 հանդիպումից հետո այնպես որ այստեղ պատկերը էլ ավելի հետաքրքրանում է փլեյոֆի ուղղագին նվաճելու ու տեսնենք այս գրոհ եւս մեկ հարված հետևեց այստեղ ու բայց Մխիթարյանը կրկին գնդակի առջև էր ու փագեց հարվածի ճանապարհը մրցակցի իսկ այս պահի դրությամբ Ռեալ Արմին գտնվում է 16-րդ հորիզոնականում վաստակած 1 միավորով ես ճիշտ է հանդիպան մեկնարկում նշեցի որ Ռեալ Արմին միավոր չունի վաստակած, բայց հենց մեկնարկային տուրում ոչ ոք է անցկացրել Վոլսբուրգի հետ հանդիպում Ռեալ Արմին եւ այո 1 միավորով մրցաշարային աղյուսակում այս պահին 16-րդ է, իսկ Արարատը դեռ չունի իր ակտիվում վաստակած ոչ մի միավոր եւ այս պահին գտնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում նրանց միջև այս պահին տեղի զբաղեցել Արսենալը վաստակած նույնպես 1 միավորով այնպես որ այս պայից սկսած իսկապես միավորների կորուստը կարող է շատ ծանր անդրադառնալ մրցաշարային աղյուսակի հետագա պայքարի ընթացքում Մխիթարյանն է կրկին այստեղ գնդակով ու կարողացավ շատ գեղեցիկ փոխանցումով գրոհի դուրս բերել Ռեալ Արմիի ֆուտբոլիստերին կհասի արդյոք այս գնդակի Սարգսյանը հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում փոխանցում էլ կատարեց, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքում է Արարատի պաշտպան Վրեժ Հարությունյանը հիմա վտանգավոր է շատ գեղեցիկ փոխանցում հետևեց, բայց այստեղ չհասավ գնդակին Հովհաննես Սարգսյանը ու չկարողացավ հարվածել դարպասի ուղղությամբ Բայց այստեղ գնդակը դարպասապահը դաշտի սահմաններում ու կրկին Ռեալ Արմիի ֆուտբոլիստերն են գնդակով Մխիթարյան շատ լավ բացազատվեց փոխանցումն էլ հիասքանչելի Սարգսյան վտանգավոր է եւ 3-0 Ռեալ Արմին երրորդ գնդակն է հեղինակում այս խաղում Վիգեն Վարդանյանն է դառնում գոլի հեղինակ Վիգեն Վարդանյան 3-0, այո արդեն Սարգսյանն էլ երկրորդ գոլային փոխանցում այս խաղում գրանցեց իր անվան դիմաց ու հիմա արդեն խաղադաշտում Ռեալ Արմին շատ մեծ առավելություն ունի հաշվի տեսանկյունից իհարկե
ու պետք է այս բաց թողումը կարողանա շտկել։ Արարատը նորից Սարգսյանին էր ուղղված այս փոխանցումը չհասավ գնդակը Սարգսյանին, բայց Վարդանյանը մնաց գնդակով հիմա արդեն գործերից։ Գնդակը Վիգեն Վարդանյանը ու Արարատի գրոհին են փորձում արգանատեսել, բայց այստեղ գնդակը չհասավ թիմի ավակ Մանուկյանին։ Հիմա եզրային նետում են կատարում Արարատի ֆուտբոլիստները, հենց Մանուկյանն է գնդակով կարողացավ փոխանցում կատարել, բայց այստեղ կրկին առաջինը գնդակին արձագանքեց Հովհաննես Սարգսյանն ուղարկելով այն Մխիթարյանի ուղղությամբ ու նորից գրոհի անցել Ռեալ Արմին Վլադ Մխիթարյան լավ էր մտածել, բայց Մխիթարյանի կատարած փոխանցում այստեղ չհասավ Սարգսյանին, փորձում են պաշտպանությունից դուրս գալ Արարատի ֆուտբոլիստները ու կրկին սխալ։ Հիմա տեսնենք այս գրոհը ինչ կտա Ռեալ Արմին, Մխիթարյան միացել է գրոհին Վարդանյանը, այստեղ անցավ մեկ մրցակցի Մխիթարյանը հարված է դարպասի ուղղությամբ, բայց հարվածը այնպես չստացվեց ինչպես նա մտածել էր, իհարկե ու հարված կլինի Արարատի դարպասից։ Կիրակոսյան ուղարկում է գնդակը Հարությունյանի ուղղությամբ ու նորից սխալ հիմա պաշտպանությունում Մխիթարյան Սարգսյան, բայց այստեղ չհասավ գնդակը Մխիթարյանին, գուցե հիմա Արարատը արագ գրոհի կարողանա անցնել։ Ընկավ գրոհի տեմպը, այստեղ Դավթյանն էլ մի փոքր անհաջող փոխանցում կատարեց։ Շտապողականությունը իհարկե արդեն զգացվում է Արարատի գործողություններում, դրա մասին էր հուշում խաղընկերներին թիմի ավակ Մանուկյանը։ Հիմա Մանուկյանը ստացավ գնդակը, լավ էր մտածել, բայց այստեղ Ղարիբյանը չհասկացան միմյանց։ Ու եզից կնետի Սարգսյանը, Մխիթարյան, կրկին Սարգսյան, հետ փոխանցում կատարեց այստեղ Սարգսյանը Գալստյանի ուղղությամբ, լավն էր այս պատ խաղարկումը, կար փոխանցումը, բայց այստեղ Հարությունյանը կարողացավ հաջող կերպով հեռացնել գնդակը դարպասի մոտից։ Ղարիբյան աչ եզրում է հիմա Ղարիբյանը, զարգացնում է արագություն, բայց գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Ռեալ Արմի գործողություններում արագորեն խաղարկում են այստեղ գնդակը Ռեալ Արմի ֆուտբոլիստները։ Մխիթարյան հետ փոխանցում է կատարում Մխիթարյան ու հիմա արդեն շատ լավ անցում կարողացավ այստեղ կատարել Քաչոթյանը, չնկատեց Սարգսյանի առաջ խաղացումը, բայց մնացին գնդակով Ռեալ Արմի ֆուտբոլիստները։ Մխիթարյան դեպի ձախ է ուղարկում գնդակը Մխիթարյանը, Սարգսյան միայնակ է այստեղ Սարգսյանը, շատ լավ փոխանցում հետևեց Վիգեն Վարդանյանի ուղղությամբ, կա փոխանցում այստեղ Վարդանյանի կողմից, բայց գնդակին ավելի շուտ հասավ Արարատի դարպասապահ Վիրապ Կիրակոսյան ու վերցրեց գնդակը։ Հիմա Ղարիբյան նստանում աչ եզրում գնդակը, տեսնենք այս գրոհը ինչ կտա Արարատին։ Մանուկյան այստեղ մի փոքր շտապեց Մանուկյանը, իհարկե պետք էր հուշել նրան, թիկունքով էր մրցակցի դարպասի ուղղությամբ ու չէր նկատել, որ հանգիստ կարող է կասեցնել գնդակը Վարդանյան, լավն էր փոխանցումը Սարգսյան, վտանգավոր է Սարգսյան, բայց թույլ ստացվեց այստեղ Սարգսյանի կատարած հարվածը խաղի կանոնների խախտում էր պահանջում այստեղ Սարգսյանը մրցավարից, բայց չկար ոչինչ իհարկե։ Ու հիմա կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Ռեալ Արմիի կազմում եւ տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել։ Կա մրցավարի սուլիչը, խաղարկում է այստեղ Մխիթարյանը գնդակը Քաչոթյանի հետ, դեպի աչ փոխանցում հետևեց, բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց Դավիթ Գասպարյանի համար ու ես իսկ նետի Արարատը Գերաս Մանուկյան թողնում է գնդակը այստեղ խաղակերոջը Մանուկյանը, բայց այստեղ հենց պրեսինգի է դիմում Ռեալ Արմին, չնայած կարողացան վերահսկել գնդակը Արարատի ֆուտբոլիստները, գուցե հարված հետևի դարպասի ուղղությամբ, այդպես էլ եղավ, բայց այստեղ հարվածը շեղությամբ ստացվեց Արարատի ֆուտբոլիստ Զորաբ Զաքարյանի կատարմամբ։ Յազյան, բայց գնդակը դաշտի սահմաններում Յազյանը ու հիմա ես իսկ կնետի Արարատը
Կարիբյան ուղարկեց գնդակը Գերես Մանուկյանի ուղղությամբ։ Տեսնենք ինչ որոշում կայացվի։ Մանուկյանը շատ լավ փոխանցում հետևեց այստեղ Մանուկյանի կողմից։ Եվս պետք փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ ոչ ոք չկար Զաքարյանի կատարած փոխանցումից հետո Արարատի ֆուտբոլիստերից ու Եզիս նետում են Արարատի ֆուտբոլիստերը այստեղ գնդակը Ռեալ Արմի պաշտպանից է դուրս եկել։ Հիմա տեսնենք այս գրոհը ինչ կփորձի տալ Արարատին, Դավթյանն է գնդակով։ Բայց այստեղ անհաջող փոխանցում հետևեց ու Հարությունյանը չի հասնի այս գնդակին իհարկե։ Եսից կնետեն հիմա Ռեալ Արմի ֆուտբոլիստերը ոչ մրցավարը վիճաբանական դերվակ նշանակեց ու հանձնեց գնդակը Արարատին Հարությունյան շատ լավ անցում կատարեց այստեղ ձախ եզրով Զարգարյանը, բայց կարողացան Ռեալ Արմի ֆուտբոլիստերը ճիշտ վերադասավորվել ու խլել գնդակը մրցակցից Սարգսյան այստեղ չհասավ փոխանցումը Ասիա տիրոջը Հույեզից կրկին Հարությունյանն է նետում Գերես Մանուկյան շատ լավ մարզավիճակում է այս պահի դրությամբ գտնվում Մանուկյան իսկապես Արարատի առաջատար ֆուտբոլիստերից մեկը ով կարողանում է շատ բարդ իրավիճակներում իհարկե օգտակար լինել իր թիմի համար, շատ բարդ իրավիճակներից կարող է դառնալ գոլի հեղինակ, այստեղ չանցը փոխանցումը Խաչատրյանի կատարած, բայց ես իսկ նետի Ռեալ Արմին Մխիթարյան, գուցերնից փորձի Մխիթարյանը անցավ բեկ մրցակցի, գեղեցիկ է գործում Մխիթարյանը, բայց վերջի պահին հարվածի հնարավորություն չտվեցին նրան, այո, Վլադ Մխիթարյանի ցանկացած հարված շատ վտանգավոր է ստացվում, հատկապես հեռահար տարածությունից, նա իհարկե հեռահար տարածություններից շատ է սիրում գրավել մրցակիցների դարպասը, եկեք հիշենք մի քանի տուր առաջ նրա կատարած անկյունայինից հարվածը, որը վերածվեց գոլի Յազյան, շատ լավ է այստեղ նկատել Յազյանը խաղընկերոջը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Յազյանի կատարած փոխանցումը, այո, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով Յազյանը Մոնակոյից տեղափոխվեց Ռեալ Արմի եւ իսկապես շատ կարեւոր համալրում է կատարել Ռեալ Արմին իր թիմի կազմում ձեռք բերելով Յազյանին, հիմա հենց նայեք գնդակով այսօր պաշտպանության կենտրոնում է տեղ զբաղեցել Սուրեն Յազյանը Գասպարյան Խաղարկում են գնդակը Ռեալ Արմի ֆուտբոլիստերը գրոհի տեղափոխություն դեպի Սարգսյանը գեղեցիկ էր տեսնենք այս գրոհի կտա Ռեալ Արմին Սարգսյան կա անցումը բայց այստեղ անկյունային հարված է վաստակում Ռեալ Արմին ու տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կտա Ռեալ Արմի ֆուտբոլիստերին Մխիթարյանն է գնդակի մոտ Կա փոխանցումը Մխիթարյանի կողմից հարված է նույնիսկ հետևեց այս բարդ իրավիճակում եթե չեմ սխալվում Խաչատրյանի կատարման բայց տեղին չհասավ հիմա Յազյանը կրկին փակում է փոխանցման ճանապարհը բայց երկրորդ տեմպով գրոհում է Արարատը Ղարիբյան Յազյանն է դիմավորել նրան հասցրեց ամեն դեպքում փոխանցել Ղարիբյանը գուցե հարված հետևի դարպասին այդպես էլ կա բայց այստեղ լավ գործեց Ռեալ Արմի դարպասապա Վարդան Գևորգյանը Զարգարյանի կատարած հարվածից հետո ու անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ կտա եւս մեկ փոխանցում ու այստեղ Խաչատրյանն է հեռացնում գնդակը եւ արագ գրոհի անցնում Ռեալ Արմին ձախ եզրով Խաչատրյան Գասպարյանն է միացել գրոհին բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Խաչատրյանի կատարած փոխանցումը ու եզից կնետեն Արարատի ֆուտբոլիստները Այսօր իսկապես հագեցած խաղային օրը մեզ մոտ սպասում այս հանդիպումից հետո կդիտենք էլ ավելի հետաքրքիր հանդիպումը Winter Cup-ի 6-րդ տուրի շրջանակներում, որտեղ միմյանց դեմ կմրցեն Ատլետիկո Երևանն ու Լիվերպուլը եւ խաղային օրը կեզրափակեն Manchester City-ն եւ Villarreal-ը Էլիտ լիգայի գավաթի կիսա եզրափակիչ հանդիպումով այստեղ
Քաչոթյանը գեղեցիկ խլում կարողացավ կատարել անցումն էլ գեղեցիկ ստացվեց, բայց փոխանցումը չստացվեց այստեղ Մանուկյանը խլեց գնդակը, հետո կրկին Ռեալ Արմի վերադարձնում է Յազյան շարժում է առաջ Սուրեն Յազյանը շատ լավ փոխանցում հետևեց Սարգսյանի ուղղությամբ դեպի Քաչոթյանը տեսնենք կհասնի այս գնդակին ոչ հերը թողեց իրենից գնդակը Քաչոթյանը ու եզից կնետի Արատը Տավցյան ուղարկում է գնդակը Ղարիբյանի ուղղությամբ, բայց այստեղ կար թիկունքից խաղի կանոնների խախտում ու ստանդարտ իրացնեն Արատի ֆուտբոլիստները Ղարիբյանն է գնդակի մոտ Բարսից փոխանցում, բայց Քաչոթյանը այստեղ առաջին արձագանքեց գնդակին ու հիմա կարող է արագ հակագրող կազմակերպել Ռեալ Արմին, բայց Մխիթարյանի կատարած փոխանցում այստեղ փակեցին Մանուկյան մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Մանուկյանի կատարած փոխանցում ու եզից կրկին կներդի Ռեալ Արմին Այո, իսկապես մնացեք մեր եթերում այս հանդիպումը միասին դիտելու եւ այս հանդիպումից հետո իհարկե առաջիկա երկու հանդիպումները պարզապես պետք է վայելել հիմա այս գրոյից հետո այդ մասին շատ գեղեցիկ հարված ենք տեսնում Դավթյանի կատարման ու հաշիվը կրճատված է 3-1 Անկասերի ստացվեց Դավիթ Դավթյանի կատարած հարված ու Ռեալ Արմին խաղակեսի վերջնամասում բաց է թողնում առաջին գնդակը այս խաղում Արատը այո կարողանում եմ մեկ գնդակ ետ բերել տեսնենք դա կարող է իհարկե գոլային հրավառության մեկ տակ լինել Արատի կատարմամբ եթե այդպես է ապա ավելի հետաքրքիր եթե ոչ հիմա Ռեալ Արմի գրոին ականատես լինենք բայց այստեղ հասցրեցին հեռացնել գնդակը Արատի պաշտպանները այն բաժին ասավ Սարգսյանին այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում մնաց գնդակով Քաչոթյանը հերվից հարվածեց ու այստեղ միայն վերջի պահին դարպասապա նկատեց գնդակը Մխիթարյան վտանգավոր է եւս մեկ հարված ու այստեղ էլ գնդակի առջև է կանգնում Արատի պաշտպան Արմեն Խլղացյանը Հիմա բաց թողած գնդակից հետո անմիջապես անցան գործի Ռեալ Արմի ֆուտբոլիստները բայց առայժմ Այս գրոյի ընթացքում ոչ մի գոլային իրադարձություն տեղի չունեցավ Մխիթարյան հետ փոխանցում դեպի Յազյանը կրկին Մխիթարյան Շատ լավներ Մխիթարյանի կատարած փոխանցում ու 4-1 անմիջապես Ռեալ Արմին դառնում է գոլի հեղինակ Էդգար Ենգիբարյան 4-1 այո կրկին Ռեալ Արմին աչքի ընկնում խաղադաշտում գոլային գործողությամբ իսկ Մխիթարյանի կատարած փոխանցումը էլ ավելի գեղեցիկ ստացվեց իհարկե շատ լավ նկատեց խաղընկերոջ բացազատվել ու ճիշտ ժամանակին կատարեց այդ փոխանցումը 4-1 կրկին 3 գնդակի առավելություն ունի խաղադաշտում Ռեալ Արմին Գասպարյան բայց այստեղ Հենց Գասպարյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու անկյունային կիրացնեն Արատի ֆուտբոլիստները Կա փոխանցումը, բայց այստեղ Սարգսյանը կարողացավ դիել գնդակին, հետո էլ վաստակեց եզրային մեկ հնարավորություն Խաչատրյան ուղարկեց գնդակը Մխիթարյանին Մխիթարյան, բայց այստեղ կասի արդյոք գնդակին այնպիսի արագություն զարգացեց Մխիթարյանը, որ քիչ էր մնում հավատայինք, որ կարող է հասնել գնդակին, իհարկե շատ արագաշարժ ֆուտբոլիստ է Վլադ Մխիթարյանը, բայց այստեղ գնդակը բավական հեռու թողեց իրենից Խաչատրյան կա փոխանցում դեպի Քաչոթյանը
Շատ լավ նկատեց այստեղ Ենգիբարյանին Քաչոթյանը։ Խաչատրյան հարված էր սա դարպասի ուղղությամբ, բայց բարձր ստացվեց ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 4-1 հաշվով, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Ռեալ Արմին ընդդեմ Արարատի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո ունենք խփված 5 գնդակ շատ գոլարատ խաղակես ունեցանք 4-1 հաշվով հաղթում է այս պայն Ռեալ Արմին, Գասպարյանը ուղարկեց գնդակը Մխիթարյանին, գեղեցիկ կերպով թողեց Մխիթարյանն էլ գնդակը Ենգիբարյանին, բայց այստեղ Ենգիբարյանի կատարած փոխանցումը չհասավ, հիմա Սարգսյան կրկին Մխիթարյանն ու այստեղ խլում են գնդակը Արարատի ֆուտբոլիստները, նախ գոլի հեղինակ դարձավ Վազգեն Խաչատրյանը բացելով հանդիպան հաշիվը, հետո դուբլ գրանցեց իր անվան դիմաց կրկին աչքի ընկնելով հաջորդ Ռոպեին կրկնապատկելով Ռեալ Արմի առավելությունը Վիգեն Վարդանյանը հեղինակեց Եոր գնդակի իր թիմի կազմում, հետո Արարատից Դավթյանը աչքի ընկավ կրճատելով հաշվի տարբերությունը ու արդեն խաղակեսի վերջնամասում Ենգիբարյանը գրավեց Արարատի դարպասը հանդիպան հաշիվը դարձնելով 4-1 Հիմա կրունկով գեղեցիկ փոխանցում հետևեց Ենգիբարյանի կողմից, բայց գնդակը բաժին ասավ Արարատի դարպասապա Վիրապ Կիրակոսյանի եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններին Ղարիբյան այստեղ թույլ ստացվեց փոխանցումը Յազյանն է գնդակով շատ լավ նկատեց Ենգիբարյանին, բայց այստեղ կասեցնել գնդակը չստացվեց Վարդան Գևորգյանը պաշտպանում է Ռեալ Արմի դարպասը համար 1 Վլադ Մխիթարյան համար 2 Էդգար Ենգիբարյան համար 4 Վոլոդիա Գալստյան համար 5 Գրիգոր Խաչոթյան համար 8 Վիգեն Վարդանյան համար 11 Հովհաննես Սարգսյան համար 19 Սուրեն Յազյան համար 3 Դավիթ Գասպարյան համար 22 եւ Վազգեն Խաչատրյան համար 30 Վիրապ Կիրակոսյանը պաշտպանում է Արարատի դարպասը համար 1 Արմեն Խլղացյան համար 2 Վրեժ Հարությունյան համար 3 այս գրով տեսնենք սխալ պաշտպանությունում ու Արարատը եւս մեկ գոլ է խփում 4-2 այո աչքի ընկնում Արմեն Մելոյանը թիմի կազմում կրճատելով հաշվի տարբերությունը Չորս երկու այո խաղակեսի մեկ տարկը շատ լավ սկսեց Արարատը ու տեսնենք հետագա ընթացքը ինչպես տեղի կունենա իհարկե առաջի կեսում Դավթյանն էլ գրավեց մրցակցի դարպասը, բայց շատ արագ բաց թողեցին պատասխան գնդակը խփած գնդակից հետո Արարատի ֆուտբոլիստները Եվս մեկ խորքից փոխանցում, բայց այստեղ Յազյանի իրադրության տերն ու կարողացավ վերահասկել գնդակը Վլադ Մխիթարյան հետ փոխանցում հետևեց այստեղ դարպասապայի ուղղությամբ Խաչատրյան Ուղարկեց գնդակը կենտրոն, Խաչոթյանն է այստեղ Դեպի Մխիթարյանը եւս մեկ փոխանցում, այս գրոյից հետո նորից կծանոթացնեմ Արարատի կազմը, այն կիսատ մնաց, քանի որ Մելոյանը դարձավ գոլի հեղինակ Մխիթարյան, գեղեցիկ գործեց այստեղ Մխիթարյանը, բայց հաջորդիվ գնդակին հասավ Արարատի ֆուտբոլիստը թիմի ավակ Գերասմանուկյան ուղարկելով գնդակը Ղարիբյանի ուղղությամբ, բայց Յազյանը կրկին հաջող գործեց հեռացնելով գնդակը պաշտպանությունից, այո իսկապես Սուրեն Յազյանի ձեռքբերումը կարևորում մեծ նշանակություն ունի Ռեալ Արմի գործողություններում, բավական արդյունավետ ֆուտբոլիստ է Յազյանը Աֆելում եւ վստահ եմ, որ իհարկե Ռեալ Արմին նրա գործողություններից միանշանակ գոհ կմնա, հիմա անկյունային իրացնեն Արարատի ֆուտբոլիստները ու հիմա եկեք արդեն ծանոթանանք Արարատի կազմին Սկսեմ նորից Վիրապ Կիրակոսյանը դարպասում է համար 1, Արմեն Խլղացյան համար 2, Վրեժ Հարությունյան համար 3, Սարգիս Գալստյան համար 5, Դավիթ Դավթյան համար 6 հեռացեցին այստեղ գնդակը Ռեալ Արմի ֆուտբոլիստները Մելոյան Ցածից փոխանցում հետևեց ու հիմա արդեն հեռացված է գնդակը Գնել Զարգարյան համար 7, Արմեն Մելոյան համար 8, Սամսոն Հարությունյան համար 9, Զորաբ Զաքարյան համար 10, Ռազմիկ Հակոբյան համար 11, Սարո Խլղացյան համար 14, Նարեկ Ղարիբյան համար 22 եւ Գերասմանուկյան համար 79, վերջինս էլ թիմի ավագ է Ղարիբյանն է գնդակով արկելակեց այստեղ, ուղարկելով գնդակը Հարությունյանի ուղղությամբ ու դեպի կենտրոն փոխանցում հետևեց Զաքարյան Լավ էր մտածել, բայց այստեղ Վլադ Մխիթարյանը հաջող խլում կատարեց, իսկ հետո արդեն
Նրան ուղված փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Ենգի Բարյանի կատարմամբ ու հարված կլինի Արարատի դարպասից, արագորեն խաղարկում են Արարատի ֆուտբոլիստները, գնդակը Ղարիբյան շատ լավ փոխանցում հետևեց դեպի Աչեզեր ու իսկ այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Յազյանի կողմից ու ստանդարտ կիրացնի Արարատը Եվ տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Արարատին, Ղարիբյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Ղարիբյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու հեռացնում է Ռեալ Արմին գնդակը եւ կարող են արագ հակագրող կազմակերպել Սարգսյանն է շարժվում առաջ կա փոխանցումը դեպի Քաչոթյանը հարվածել հետևեց դարպասին բայց ցույց տալիս այստեղ Քաչոթյանի կատարած հարված ու Վիրապ Կիրակոսյանը վերցրեց գնդակ ուղարկելով այն առաջ բայց քիչ էր մնում այստեղ հասել գնդակին Մանուկյանը սակայն իսկապես փոխանցումը բավական ուժեղ էր ստացվել Մխիթարյան դեպի ձախ փոխանցում Յազյանն է այստեղ գնդակով շարժվում առաջ Սուրեն Յազյան կա փոխանցումը բայց այստեղ Խլղացյանի բաժին հասավ գնդակը Յազյանի կատարած փոխանցումից հետո իսկ Խլղացյանի կատարած փոխանցումը անհասցե ստացվեց Խաչատրյան գնդակը դարպասապա Գևորգյանին ստացավ պատասխան փոխանցումը նրանից ու շարժում է առաջ Շատ լավ նկատեց Սարգսյանին, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքեցին Արարատի պաշտպանները Մանուկյան, այնտեղ ձեռքով խաղային պահանջում Ռեալ Արմի ֆուտբոլիստները այս գրոյից հետո այդ մասին Մելոյանի փոխանցումը այստեղ չանցավ, բայց հիմա կա դեպի Զաքարյանը փոխանցում անցավ մրցակցին, իսկ կատարած փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց Զաքարյանի կողմից Այո, հիմա դա է բացատրում մրցավարը Ռեալ Արմի ֆուտբոլիստին Ենգի Բարյանին, որ իսկապես եթե նույնիսկ դիպել էր գնդակը ձեռքին, ապա շատ մոտ տարածությունից էր հարվածը եւ դա իհարկե 11 մետրանոց չէ ըստ հանդիպան գլխավոր մրցավարի այս պահի դրությամբ, քանի որ եթե պաշտպանը տվյալ դրվագում ժամանակ այսպես ասած չի ունենում հասցնել ու քաշել ձեռքը, ապա 11 մետրանոց տվյալ դրվագում չի նշանակվում։ Վտանգավոր է հիմա հարված ու այստեղ արդյոք չկար հիմա ձեռքով խաղ։ Քաչոթյան եւս մեկ հարված ու հիմա արդեն անկյունային հարված կտեսնենք Ռեալ Արմի կատարմամբ։ Քաչոթյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը ցածից փոխանցում դեպի Մխիթարյանը Մխիթարյանը հարված ու այստեղ պաշտպանն է փակում գնդակի ճանապարհը սկսելով Արարատի գրոհը տեսնենք բայց այստեղ Վազգեն Խաչատրյանը հաջող գործեց Հիմա էլ Հարությունյանից փոխանցում հետևեց Մելոյանի ուղղությամբ, բայց Մելոյանի կատարած փոխանցումից հետո չկար Արարատի ոչ մի ֆուտբոլիստ այդ հատվածում։ Ուղղեցին գնդակը Ռեալ Արմիի ֆուտբոլիստները։ Գևորգյանն է գնդակով։ Յազյան հաջող գործեց այստեղ Յազյանը ու կարողացավ փոխանցում կատարել շատ բարդ իրավիճակից Սարգսյան։ Գեղեցիկ է գործում Հովհաննես Սարգսյանը գնդակ ուղարկելով Գասպարյանի ուղղությամբ, բայց այստեղ շպայեց Գասպարյանը գնդակը իր մոտ ու եզից կնետի Արարատը Մելոյանը շտապում է կատարեց եզրային նետում Զաքարյան, բայց այստեղ փոխանցում անհաջող ստացվեց ու եզից էլ կնետի հիմա Ռեալ Արմին, բայց մինչ այդ փոփոխություն տեղի կունենա Արարատի կազմում նաև Ռեալ Արմի կազմում փոփոխություն տեղի ունեցավ
տեղի ունեցավ փոփոխությունները ու հիմա Վարդանյանը պայեց գնդակը դաշտի սահմաններում եւ շարժվում է առաջ կա փոխանցումը, բայց այստեղ Արարատի պաշտպանները կարողացան փակել փոխանցման ճանապարհը Ղարիբյան դեպի աջ է ուղարկում գնդակը ու սկսում է Արարատը խորքից գեղեցիկ գրոյին անցել Արարատի ֆուտբոլիստները հերվից հարված հետևեց այստեղ նույնիսկ Զորաբ Զաքարյանի կատարման պանակնկալի իսկապես բերեց այստեղ Զաքարյանը բոլորից, բայց հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ նկատել էր, որ դարպասապա մի փոքր առաջ է եկել եւ փորձեց հեռահար տարածությունից գրավել դարպասը, բայց այս դեպքում ստացվեց Խաչատրյան մնաց գնդակով, այստեղ Խաչատրյանը ուղարկեց այն Խաչոթյանի ուղղությամբ ու գրոյ տեղափոխություն դեպի Ձախ Եզր Գալստյան ուղարկեց գնդակը Սարգսյանին, բայց պատասխան փոխանցումը չստացավ նրանից, հիմա կրկին Արարատն է գնդակով Զաքարյան Զաքարյանի կատարած փոխանցումն էլ այստեղ բաժին հասավ Ռեալ Արմի ֆուտբոլիստերին ու այս գրոհը տեսեք Մխիթարյանը ուղարկեց գնդակը Վարդանյանի վկրունկով փոխանցումը լավ էր կատարել Վիգեն Վարդանյանը ջանցավ, հետո խլեց գնդակը մրցակցից, իսկ այստեղ Խաչոթյանի կատարած հարվածն էլ բավական բարձր է ստացվում ու հարված կլինի Արարատի դարպասից իսկապես շատ հետաքրքիր ու լարված հանդիպում է ստացվում երկու գնդակ է ընդամենը այս պայն Արարատին բաժանում առնվազն ոչ ոքի արդյունքից իհարկե Ռեալ Արմին էլ իր հերթին փորձում է զարգացնել իր առավելությունը Կիրակոսյան ուղարկեց գնդակը Աջ Եզր, Ղարիբյանն է այստեղ էլ ստանում գնդակը Շատ գեղեցիկ գործեց այստեղ Զարգարյանը շարժվելով առաջ Ձախ Եզրով գնել Զարգարյան Զաքարյանին է կատարում փոխանցում գուցե եւս պետք է հերվից հարված հետևի Զաքարյանի կատարման այդպես էլ եղավ բայց Գասպարյանի իր վրա ընդունեց գնդակ ու հիմա արդեն Ռեալ Արմինի անցնում գրոյի Վլադ Մխիթարյան Դեպի աջ ուղարկեց գնդակը Գասպարյանն է այստեղ Բայց Ղարիբյանը դիմավորեց նրան հետո պայեց գնդակը դաշտի սահմաններում Գասպարյանն իսկ կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց ու հարված կրկին Արարատի դարպասից Կիրակոսյան խորքից փոխանցումը հետևում այստեղ Մանուկյանն էլ շեղեց գնդակի ուղղությունը բայց այն կրկին Արարատի ֆուտբոլիստին չհասավ հիմա արդեն Ռեալ Արմի գրոհ տեսնենք Վարդանյանը փորձեց հեռահար տարածությունից կրակել, բայց իհարկե դրա մասին է հիմա խոսում այսօրվա թիմի ավագ Դավիթ Գասպարյանը կար փոխանցման տարբերակ Սարգսյանին, որը բնականաբար ավելի հարմար դիրքում էր գտնվում ու միայնակ կմնար դարպասապայի դիմաց նորից գրոհի անցնում Ռեալ Արմին հիմա Սարգսյանն է գնդակով կա փոխանցումը վտանգավոր է Վարդանյան բայց գնդակը հիմա չի հայտնվում դարպասում Դուրս էր եկել դարպասապա ու չկարողացավ վերահսկել գնդակի ընթացքը Վարդանյանն հարված է դարպասի ուղղությամբ բայց թույլ ստացվեց հարված իսկ այստեղ եթե հասներ Մանուկյանը գնդակին ապա շատ արագ հակագրոհը կազմակերպել է Արարատը Գասպարյան Ղարիբյանն է դիմավորել նրան բայց կարողացավ ազատվել գնդակից Գասպարյանը Խաչոթյան գեղեցիկ անցում էր վտանգավոր է Խաչոթյան մնաց գնդակով Խաչոթյանը հարված ու հիմա էլ օրիգինալական դարպասաձողն է օգնում Արարատին ինչ է կատարվում խաղադաշտում Մխիթարյան Սարգսյան կրունկով փորձեց գրավել դարպասը բայց չստացվեց այստեղ Սարգսյանի կատարած հարված իհարկե Մխիթարյանի փոխանցումները պետք է իսկապես լուրջ վերահսկողության տակ առնել քանի որ շատ բարդ իրավիճակներից կարողանում է գտնել այն անցքը այն արանքը որտեղ պետք է ուղարկել գնդակ ու ճիշտ ժամանակին կատարում է փոխանցում այստեղ հեռացեցին գնդակը Արարատի ֆուտբոլիստները փորձեցին գրոհի անցնել բայց ուժեղ ստացվեց այստեղ մի փոքր Մանուկյանի համար Զարգարյանի կատարած փոխանցումը Խաչոթյան շատ լավ նկատեց Աջ Եզրում Գասպարյանին վտանգավոր է բայց Գասպարյանի փոխանցումը բաժին հասավ դարպասապահին այստեղ էլ ուժեղ փոխանցում Գերաս Մանուկյանի ուղղությամբ բայց չհասավ կրկին գնդակին Մանուկյանը ու նորից սկսում է Ռեալ Արմի խորքից լավ էին
գործել այստեղ Ռեալ Արմի ֆուտբոլիստները, բայց չհասավ գնդակի Գասպարյանին, հիմա Մխիթարյանը ուղարկեց, ստացա պատասխան փոխանցումը, հարված երկու դեպքում էլ, բայց փայլում է Արարատի դարպասապան Վիգեն Կիրակոսյանը, եթե Մխիթարյանի հարվածը կարողացավ վերացնել, ապա Սարգսյանի գնդակին հարվածից հետո գնդակին հասնելը մի փոքր ավելի բարդ ստացվեց, բայց այնուամենայնիվ դարպասը մնաց այս դեպքում անառիկ Արարատին։ Եվ տեսնենք այս անկյունայինի խաղարկումը հիմա ինչ կբերի Ռեալ Արմին։ Սարգսյանն է գնդակի մոտ կամ մրցավարի Սուլիչը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց հարված չհետևեց ու հիմա գուցե ստացվի Արարատի մոտ։ Ղարիբյանն է զարգացնում արագություն, բայց այստեղ շատ հեռու թողեց իրենից գնդակը ու խլեց Ռեալ Արմին նրանից։ Գնդակը Մխիթարյան, գեղեցիկ գործեց Վլադ Մխիթարյանը, կատարեց փոխանցում Վիգեն Վարդանյանին, վերջինս էլ փորձեց գնդակը հասցեագրել խաղընկերոջը, բայց փոխանցման ճանապարհը փակեց։ Կրկին Մխիթարյանն է գնդակով։ Լավ անցում էր, գեղեցիկ է գործում Վլադ Մխիթարյանը, հիմա կա փոխանցում Վարդանյան ու անկյունային արված այստեղ վաստակեց Վարդանյանը իր թիմի համար։ Ինքն Կիրասնյանի ցածից դեպի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, բայց այստեղ կրկին Արարատի պաշտպաններն են ու հիմա պետք է արդեն իսկապես շտապի Արարատը մտածի արդյունքի հասնելու մասին, քանի որ շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին, իհարկե գնալով էլ ավելի է հանդիպումը մոտենում ավարտին, չնայած դեռ երկու գնդակ հեղինակելու համար բավական խաղաժամանակ կա, այնպես չէ որ 7 րոպե մնացել հանդիպման ավարտին եւ 7 րոպեն իհարկե երկու գնդակ հեղինակելու համար աֆելում բավական է, թիմեր կան ընդհանրապես 1 րոպե, 2 րոպեի ընթացքում են այդքան գոլի հեղինակ դառնում։ Ղարիբյան լավ էր այստեղ կատարել ամեն ինչ, բայց հարվածը թույլ ստացվեց Ղարիբյանի կատարած ու հարված կլինի Ռեալ Արմի դարպասից արագորեն դարպասապահ խաղարկում է գնդակը պաշտպանի հետ, Մխիթարյանն է ստանում կրկին գնդակը, Սարգսյան կա աչից տարբերակ, բայց Վարդանյանին ուղարկեց գնդակը, իսկ այստեղ այո կար արդեն ձեռքով խաղ Արարատի պաշտպանի կողմից ու առաջին դեղին քարտը այս խաղում այն ստանում է Արարատի ֆուտբոլիստ Սարգիս Գալստյանը եւ շատ վտանգավոր դիրքում արդեն Ռեալ Արմին վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն։ Մխիթարյանն է գնդակի մոտ, տեսնենք նաև Խաչատրյանն է մոտեցել գնդակին, այս ստանդարտ իշ կտա Ռեալ Արմին, երկուսն էլ շատ վտանգավոր են Տուգանային են իրացնում, կամ մրցավարի Սուլիչը Մխիթարյանն է հարվածելու, հարված, բայց այստեղ պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը, իսկ հետո գնդակը հայտնվեց Սարգսյանի կատարած հարվածից հետո դարպասում 5-2-ը դառնում հանդիպան հաշիվը։ Հովհաննես Սարգսյան 5-2 այո 2 գոլային փոխանցումների դիմաց նաև գոլ գրանցեց Սարգսյանը իր անվան դիմաց ու արդեն այս գոլով կարող ենք փաստել, որ այսօր Ռեալ Արմին խաղադաշտը կլքի վաստակած 3 միավորով, իսկապես 3 գնդակ այս պահին Արարատը պարզապես ժամանակի առումով արդեն չի հասնի հեղինակել, հիմա պահեցին գնդակը ոչ, գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու արդեն եզրային նետում պետք է կատարեն Ռեալ Արմի ֆուտբոլիստները, այո ժամանակի առումով արդեն չի հասնի Արարատը փրկել այս հանդիպումը, եթե այդպես նայենք, այո Ռեալ Արմին իր առաջին 3 միավորն է վաստակում Վինտեր Քափում եւ եթե on-line նայում ենք մրցաշարային արուսակին, ապա 4 միավոր է ունենում իր անվան դիմաց Ռեալ Արմին, այստեղ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու եզրից կնետեն Ռեալ Արմի ֆուտբոլիստները։ Մխիթարյան
թողեց գնդակը Քաչոթյանին, գրոյ տեղափոխություն դեպի ձախ։ Կրկին Քաչոթյանն է ստանում այստեղ գնդակը շարժվելով առաջ գեղեցիկ անցում էր։ Գուցե հեռվից փորձի Քաչոթյանը այստեղ շատ տարվեց անհատական խաղով ու հարված կատարելու հնարավորությունը կորցրեց Մանուկյան։ Կա փոխանցում դեպի Ղարիբյանը։ Այստեղ թիկունքից մրցակիցը խանգարեց Ղարիբյանին, բայց հետո վերադարձեց գնդակը Ղարիբյանն, ինքը հարվածեց դարպասին ու շեղությամբ է ստացվում մի փոքր Ղարիբյանի կատարած հարվածը։ Ու հարված կլինի Ռեալ Արմի դարպասից, այդ ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Արարատի կազմում, հիմա կա մրցավարի Սուլիչը խաղարկված է։ Գնդակը, այո, արդեն հանդիպումը փորձում են տրամաբանական ավարտին հասնել Ռեալ Արմի ֆուտբոլիստները, բայց այստեղ հենց սխալ տեղի ունեցավ պաշտպանությունում, Ղարիբյանն է աչեզով շարժվում առաջ, կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ, բայց Քաչոթյանը փակեց գնդակի ճանապարհը, հիմա էլ Մխիթարյանն ուղարկեց գնդակը Վարդանյանին, կփորձի հասնել գնդակին, զարգացեց արագություն ու պահեց գնդակը, չկարողացավ այստեղ պահել գնդակը Վարդանյանը դաշտի սահմաններում, այո, քիչ էր մնացել հասնել գնդակին, բայց վերջին պահին գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հեռացված է գնդակը ու ստացվեց այն փոխանցում Մանուկյանի ուղղությամբ, լավ է գործում երկրորդ հարգում գերած Մանուկյանը, չկար արդյոք այստեղ խախտում Խաչատրյանի կողմից։ Ոչ, Ղարիբյանն էլ փորձեց հարված կատարել հեռահար տարածությունից, բայց շեղությամբ ստացվեց Ղարիբյանի կատարած հարվածը։ Մխիթարյան, լավ էր մտածել Մխիթարյանը, բայց ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը Սարգսյանի համար ու եզիսկ նետի Արարատը։ Բայց սխալվում են այստեղ Արարատի ֆուտբոլիստները շատ պարզ իրավիճակում, իհարկե չհասկացան միմյանց այդ դրվագում Արարատի պաշտպանները ու գնդակը Ռեալ Արմի մոտ է կրկին Մխիթարյանը շատ գեղեցիկ փոխանցում է կատարում Վազգեն Խաչատրյան, բայց այստեղ նրանից կարողացավ խլել գնդակը Զարգայանը, հետո Խաչատրյանը խախտեց խաղի կանոնները, արագորեն խաղարկեցին գնդակը Արարատի ֆուտբոլիստները ու անհաջող ստացվեց այստեղ փոխանցումը Մանուկյանի ուղղությամբ։ Խաչատրյան կորցրեց այստեղ Խաչատրյանը գնդակը, բայց այստեղ էլ Զաքյանի փոխանցումը չհասավ Մանուկյանին, Վլադ Մխիթարյան ազատվեց մեկ մրցակցի վերահսկողությունից Մխիթարյանը ու կարողացավ փոխանցում կատարել Խաչատրյանի ուղղությամբ։ Խաչատրյան կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ, Վարդանյանն էլ կրունկով փորձեց փոխանցումը կատարել, այն չհասավ Խաչատրյանին ու հարված կլինի Արարատի դարպասից 11 մետրով հարված էր պահանջում Վարդանյանը, բայց չկար այդտեղ խաղի կանոնների խախտում։ Վլադ Մխիթարյան, Խաչատրյան, կրկին Վարդանյան, կա փոխանցումը դեպի Խաչատրյանը, իսկ այստեղ նրա կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց։ Ու արված կրկին Արարատի դարպասից նորից խաղարկում է դարպասապահը գնդակ այստեղ ուղարկելով Հարությունյանին, Մանուկյան, Զարգայյանին են ուղղված այս փոխանցումը, բայց հեռացեցին Ռեալ Արմի ֆուտբոլիստները գնդակ ու եզրային նետում կտեսնենք հիմա։ Հիմնական ժամանակը հանդիպան արդեն ավարտվել է, հիմա մրցավարի փոխհատուցած խաղը ժամանակն է ընթանում արդեն, դժվարանում եմ ասել որքան է փոխհատուցել մրցավարը, բայց կարծում եմ առավելագույնս 1-2 րոպե
թիմերին հնարավորություն կտա հանդիպումը շարունակելու։ Հիմա Զաքարյանն է գնդակով, Մանուկյան փոխացում հարված էր հետևեց այստեղ, բայց փայլեց այստեղ Ռեալ Արմի դարպասապահ Գևորգյանը Խալղացյանի կատարած հարվածից հետո։ Ու ես իսկ նետի Ռեալ Արմին Մանուկյան, ներողություն Արատը, Մանուկյան հարված դարպասի ուղղությամբ, բայց շեղությամբ ստացեց Մանուկյանի կատարած հարվածը ու վերջը հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, գերգոլարել հանդիպում ստացվեց 5-2 հաշվով Ռեալ Արմին հասավ հաջողության ու վաստակեց Վինտեր Քափում իր առաջին 3 միավորը կարճ դադար, որից հետո խաղային օրը ավելի YouTube-յան ալիքի եթերում շարունակվում է։